Հարցը հետևյալն է։ Մենք պիտի նայենք գոյությունն է սկսած, որ ասում են համեմատական առավելություն, որտեղ ունենք, այդ համեմատական առավելությունը պիտի օգտագործենք։ Այո, մեր ժողովրդի սփռված լինելը, մեր եկեղեցու սփռված լինելը դա դժբախտության հետևանք է։ Լավ կլներ, որ այդպես չլներ, ամբողջ հայությունը լիներ Հայաստանում եւ այդ բանը, բայց այսօր դա իրողություն է։ Եվ դու այդ դժբախտության հետևանքը պիտի դրականորեն կարողանաս օգտագործել։ Ուրիշ ճար չկա, որովհետև եթե այն պայքարի ձևը, որ կար որթե գրած, Ադրբեջանը առնում է 10 տանկ, մենք էլ ենք առնում 10 տանկ, մենք չենք կարող մրցենք։ Մեր ռազմական բյուջեն այսօր 1.4 միլիարդ է, այսինքն միլիարդ 400 միլիոն։ Նիկոլ Փաշինյանի հրահանգով բյուջեն 15%-ով կրճատվում է ռազմական ծախսերի եւ բանակի զորակոչը 25%-ով կրճատվում է 24 ամսից դառնում է 18 ամիս։ Ադրբեջանի ռազմական ծախսերը այս տարի 4.9 միլիարդ են, մյուս տարի ավելանում է 200 միլիոնով եւ դառնում է 5.1 միլիարդ։ Այսինքն իրենք 3 անգամ, 3.5 անգամ մեզանից ավել ռազմական ծախս են անում։ Եվ իրենք ունեն ռազմական լուրջ արտոնաբերություն, էլ չեմ ասում, հələ թուրքեր, մուրքեր եւ այլն։ Միամիտորեն մտածել, որ եթե Ադրբեջանի հետ ինչ որ մի խաղաղության փաստաթուղթ ստորագրվի, իրենք հավատարիմ են մնալու, դա չի աշխատելու։ Սիրիայի օրինակը, Ասադի օրինակը ամենավառ օրինակն է։ Հիշում եք Էրդողանը գնում էր ընտանիքներով տոլմա էին ուտում, իրենք եղբայր էին եւ այլն եւ այլն։ Այն պահը, երբ որ եկավ, երբ որ Թուրքիան զգաց ինքը անպատիժ կարողա ներխուժի, Սիրիա ներխուժեց։ Ես կասկած չունեմ, ուզում եք 100 հատ փաստաթուղթ ստորագրեք Ադրբեջանի հետ։ Այն պահին, երբ որ Ադրբեջանը զգաց, որ ինքը անպատիժ կարողա ներխուժի Հայաստան, ինքը ներխուժելու է։ Զսպման միակ տարբերակը ուժեղ ռազմաքաղաքական պետություն ունենալ եւ վերականգնել դա ուրիշ ճար չկա եւ մենք դա կարող ենք անենք մենք դա կարող ենք անենք այս 1.5 միլիարդով էլ բայց ոչ թե գնալ ապուշավարի S30 ինքնաթիռներ արա ռուսական ինքնաթիռներ Հնդկաստանից սպիսատարած ոչ բանի պետք չի 3.5 միլիարդ դոլար հիմա Հայաստանը պետք է դրանք առնի որ պետք չի դու Հայաստանում չես կարող Su-30 ինքնաթիռ օգտագործես որովհետև ասма Նադիր Շահը մի անգամ գնում է իր բերթերից մեկը իրան համազարկով չեն դիմավորում ես կանչում է կազորի պետին ասма ես ինչի քո ասма բանին շահին առանց համազարկի դիմավորեցիր ասма շահն ապրասկեն է 1000 պատճառ կա առաջինն է նա թնդանոց չունենք հիմա դու առնում ես ինքնաթիռ որ դու օդաչու չունես Օդաչու չունես ընդհանրապես ոչ մի հատ, որ կարող է դա թռնի, անգամ շքերթի ժամանակ ռուսներին էին բերում փող էին տալի թռցնում է, դու առնում ես ինչ անես, երբ որ դու թռան 2 րոպե հետո հայտնվելու ես կամ Վրաստանի տարածքի վրա կամ Թուրքիայի կամ միտեղ, դու անգամ ծով չունես Իսրայելի նման որ թեքվես դեպի ծովի վրա մի հատ պտտվես գաս, ո՞նց ես դա անելու, դրա հաշվարկը վառելիքի, հետո ուրիշ հարց, Հայաստանը այնքան փոքր երկիր է, որ վասկուղիները Անմիջապես հենց պատերազմի սկզբին հարվածի տակ են ընկնելու եւ եթե վասկուղին ավիրվեց, այդ ինքը չի կարա թռնի։